Նայ դու շատ սիրուն ես, որ պատտվում եմ, ասենք օրինակ ուզում եմ նոր մարդկանց ծանոթացնել մեր ստաֆի հետ, ման եմ գալիս, ասենք սիրուն հագնված կոկիկ մարդկանց ու եթե օրինակ համար Հայաստանում քեզ չեմ գտնում, ներվայնանում եմ։ Շատ պարտավորեցնող է դա։ Միշտ գժվում ես իմ համար։ Խելագար։ Էսի նադու եմ հարցնում, անցյալ անգամվա վիդեոն լավ չէինք հասկացվել։ Ես էլ քո համար եմ շատ գժվում, գնահատում, արժևորում։ Մտք ասես ինչ ես զգում, երբ որ դու այսքան տարի բյութիում ես։ Մեծ պատասխանատվություն, պարտավորվածություն ավելի լավը լինելու ամեն օր։ Իսկ ինչ ա տվել օրինակ վերջին 5 տարում քեզ։ Մեծ աճ։ Ամեն օր ես տեսնում եմ, թե ես ոնց եմ կոպիտ ասած տրանսֆորմացվում ամեն օր։ Իսկ կա մի պատմություն, որ օրինակի համար ինձ չես պատմել, բայց հիմա կուզեիր պատմեիր։ Ինձ թվում է գիտես, որ իմ կյանքում չկա մի պատմություն, որի մասին դու չգիտես, թե անձնական կյանքում, թե գործնական։ Օրինակ ես բացահայտել եմ, որ դու մինչև գիշերը ժամը 12-ի քո խնդիրները լրիվ առաջացած լուծում չես ստանում, չես քնում։ Շատերը մտածում են, որ ես կռվարար եմ, բայց ես սիրում եմ մինչև քնելը իմ հարցերը լուծել, թեկուզ կռվով, բայց նոր քնել։ Ես ու Արմիշի միջերից բանավիճում ենք, որովհետև ինքը ուղիղ հարցնում է այս հարցը ինչի հենց տենց որոշեցի, ու ինքը հազվադեպ աշխատող է, որ առաջինն է զգում ամբողջ մեր հետևորդների եւ հաճախորդների շարքում ինչը կարա իմ սրտով չլինի։ Արագ ուզում հասկանալ ճիշտ է թե սխալ իր զգացածը։ Ու անդադար մենախոսում եմ մեր դայրեկտի մեջ գրում։ Աշ ինչի է էսի սենց, ինչի է այնին ենք, էսի խա սենց գրել, էսի ինչի է սենց արել, որովհետև ինձ շատ կարևոր է իր կարծիքը ամեն ինչում, ու ես ամեն ինչ իր շուրջ ինչ պատտվում է, ես տեսնում եմ։ Արմիշ դες ինչ խնդրեմ կա իմ մոտ, որ ես վախենում եմ մեկին շատ սիրելուց տարբերել մյուսներին, բայց ես գիտեմ ձևերը, թեկուզ դայրեկտի միջոցով, թեկուզ չգիտեմ, մի հատ ժեստի միջոցով իմ սերը շատ ցույց տալ ու շատ գնահատում եմ ներգրավվածությունը մեր ընդհանուր գաղափարի մեջ։ Ես շատ եմ սիրում, թող սաղ իմանան, շատ եմ սիրում։ Իսկ ես գժվում եմ քո համար, իսկ ես սաղ գիտեմ։